Եթե եւս մեկ անգամ բռնկվեց, շատ ավելի դաժան է լինելու պատերազմը։ Եվրոպան այստեղ ոչ էլ Միացյալ Նահանգները Հայաստանի անվտանգությունը չեն պաշտպանելու։ Արցախը մեզ համար բեռ էր, պարոն Այվազյան։ Մակրոնը մենք չենք վայնում 30 տարի։ Օգնեց, որ ազատվենք այդ բեռից, վայ։ Ռուսաստանը եթե ցանկանար պահել Հայաստանը որպես իր դաշնակից, Ռուսաստանը պետք է պահեր Արցախը։ Եվ այդ ժամանակ արդեն չեմ կարծում, թե Բաքու Ջեյհանն էլ խնայեն, ում է հասնելու Հայաստանը։ Շատ քիչ ժամանակ անց մենք Հայաստանում չենք ճանաչելու մեր երկիրը։ Միգրանտների հարցը շատ կարևոր հարց է։ Տասնյակ ադրբեջանական եւ թուրքական գործակալներ կան։ Վախը, որ ժողովրդի մեջ մցրել է Փաշինյանը, որ ահա հիմա կհարցակվեն, կգրավեն, կջարդեն մեզ, կհայաթափեն եւ այլն, այդ վախը ժողովրդից պետք է այդ ընթացքում հանվի։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, եթե ուզում եք նպաստել մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին, որի QR կոդը ահա տեսնում եք ձեր էկրաններին, ինչպես նաև Patreon-ին կարող եք միանալ մեր վիդեոյի նկարագրության բաժնում, այնտեղ կարող եք գտնել հղումը։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Մեծ սիրով ներկայացնում եմ մեր այսօրվա հյուրին, ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյան, բարով եք եկել։ Բարև ձեզ։ Պարոն Այվազյան, կարևոր թեմաներ կան, որոնք այսօրվա ինֆորմացիոն sense ասենք էլի հոսքերն են, բայց ձեզ այդ վերջին շրջանում հիմնականում Իրանն էր մեր խնդրող առարկան ու քննարկման առանցքում, ամեն ինչ ավարտվեց Իրանում, վերջ, թե քննարկման առարկան Իրանն էր, որովհետև պատերազմ էր, որը ուներ անմիջական ազդեցություն ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի վրա։ Եվ հարցն այն է, որ այդ պատերազմը չի ավարտվել, այդ պատերազմը շարունակվում է։ Բայց իրար չեն հարվածում։ Հարվածում են առայժմ թույլ, առայժմ կետային հարվածներ են, ընդամենը 2-3 օր առաջ Միացյալ Նահանգները հարվածեց Քեշ կղզուն եւ մի քանի իրանյան թիրախների, որից հետո իրանցիները պատասխանեցին եւ որոշ տեղեկություններով խոցեցին Միացյալ Նահանգների 3 ականակիրներից առնվազն մեկին, իսկ իրենց ասելով 2-ին, գուցե 3-ին, իհարկե այդ նավերը չխորտակվեցին, չոչնչացվեցին, բայց վնասվել են։ Վերջին տեղեկություններ կան, որ արբանյակային լուսանկարները ասում են, որ գոնե մեկը դրանցից վնասվել է, հրդեհ է բռնեկվել։ Այսինքն ամեն վայրկյան այնտեղ կարող է նորից մեծ պատերազմ սկսվել։ Եվ դա դարձյալ անդրադառնալու է մեր տարածաշրջանի վրա։ Ոչինչ չի վերջացել։ Հորմուզի միջանցքը փակ է, Միացյալ Նահանգները վերջին 2-3 շաբաթվա ընթացքում, այս զինադադարի ընթացքում, այսպես կոչված հրադադարի ավելի շուտ ընթացքում մեծ ուժեր է կուտակել տարածաշրջանում, բերվել են եւ լրացուցիչ հրթիռներ, տարբեր միջոցներ, ինքնաթիռներ եւ ամենահետաքրքիրը այսպես մատնանշողը, թե ինչ կարող է պատահել, բերվել են ցամաքային զորքեր։ Եվ դա կարող է վկայել այն մասին, որ գուցե մի սահմանափակ ցամաքային գործողություն փորձեն իրականացնել, թե որտեղ դժվար է ասել, թե արդյոք դա կլինի այն կղզիներից մեկում, Խարքում, Քեշմում, մեծ կամ փոքր Թումբում, արդյոք այս կղզիների վրա կլինի, որոնք այս վերջին կղզիները Հորմուզի հենց նեղուցում են, թե կարող են փորձանել այդ Իրանի հարստացված ուրանի մոտ 450-460 կիլոգրամը արգրավել։ Դա քիչ հավանական է, որովհետև նախ տեղը պետք է որոշեն, որտեղ է։ Գուցե գիտեն, գուցե չգիտեն։ Երկրորդը դա մեծ զոհեր պահանջի իրենցից, ավելի մեծ, քան գուցե եթե հարցակվեին կամ փորձեին գրավել այդ կղզիներից որևէ մեկը, թեև այդ կղզիների գրավելն էլ ոչինչ չի նշանակելու, դրանով պատերազմը չի ավարտվելու, բեկում պատերազմի մեջ չի մտցվելու։ Այսինքն ժամանակավոր ինչ-որ բան հրադադար է։
Այո, բայց Նեթանյահուն ասեց բաց, այդ կարծես թե բան այդ Թրամփ Սի Ցզինպին հանդիպմանն են սպասում, չէ՞ մի քանի օրից տեղի ունենա։ Այո, երևի մարտի 14-ին է լինել, Թրամփը մեկնելու է Պեկին, բայց այստեղ տարբեր պահեր կան, նախ պետք է նշել, որ պատերազմը չի ավարտվել, որովհետև պատերազմը միայն Իրան-Ամերիկա-Իսրայելը չէր, այդ պատերազմը ավելի լայն էր։ Լիբանանի դեմ էր նաև պատերազմը, Հեզբոլայի դեմ, եւ հիմա Լիբանանի դեմ մղվող պատերազմը ամբողջ ուժով շարունակվում է այնտեղ։ Այսինքն պատերազմի ավարտը դեռ չի եկել ու դեռ շատ երկար ժամանակ ըստ երևույթին չի էլ գա, եւ ամեն վարքյան սա, ասում եմ, կարող է անդրադառնալ հենց մեր տարածաշրջանի վրա, որովհետեւ վերջին անգամ Իրանը չհարվածեց Ադրբեջանի նավթամուղերին, չհարվածեց Բաքու-Ջեյհանին կամ ենթակառուցվածքներին նավթային, ինչ-ինչ պատճառներից ելնելով մենք կարող ենք միայն կռահել, գուցե այն է, որ չի ուզում իր հարևան պետության հետ, մահմեդական պետության հետ բախում ունենալ, միաժամանակ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիան, նաև Պակիստանն է Ադրբեջանի դաշնակիցը, որը կատարում է միջնորդական դեր այս օրերին Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Թուրքիան է ՆԱՏՕ-ի անդամ, չի ուզում գուցե այդ ճանապարհով ՆԱՏՕ-ին ներգրավել այս հակամարտության մեջ, բայց եթե եւս մեկ անգամ բռնկվեց, շատ ավելի դաժան է լինելու պատերազմը, որովհետեւ Միացյալ Նահանգները արդեն իսկ հարվածել է ռազմական հիմնական թիրախներին։ Հիմա լրացուցիչ շատ թիրախներ չկան, որոնց պիտի հարվածի։ Այդ թիրախները, որոնք կան, արդեն քողարկված են, գետնի տակ են, եւ իրենք էլ չգիտեն որտեղ խփեն, որտեղ խփեն այդպես հստակ ռազմական թիրախներ չկան։ Ուրեմն մնացել են քաղաքացիական թիրախները, առաջին հերթին, ինչպես եւ հայտարարել էին, էլեկտրակայանները, գործարանները, գուցե աղազրկման այդ ջուրը մաքրելու գործարանները, գուցե դրանց հարված, իսկ դրանց եթե հարվածեց, որ շատ ցավոտ հարված է լինելու իհարկե Իրանի համար, Իրանը անմիջապես 1 ժամ հետո սկսելու է իր հարվածները ամբողջ տարածաշրջանի նույն ենթակառուցվածքների դեմ։ Եվ այդ ժամանակ արդեն չեմ կարծում, թե Բաքու-Ջեյհանն էլ խնայեն, որովհետև այնուամենայնիվ Բաքու-Ջեյհանից 50 այն նավթը, որը հոսում է Իսրայել, 50%-ը հոսում է Բաքու-Ջեյհանից։ Այսինքն Ադրբեջանից սկսվում է, մտնում է Վրաստան, Վրաստանի տարածքով Թուրքիայով հասնում է Միջերգրական ծով, այնտեղից այդ լցանավերով տանում են հասցնում է Իսրայել, եւ դա Իսրայելի նավթի 50%-ն է կազմում։ Ահա այսպիսի իրավիճակ է եւ պետք է շատ ուշադիր հետեւել եւ շատ էլ չի կարող ուշանալ ըստ երևույթին այդ նոր բախումը, եթե իհարկե լինի, ես 100%-ով չեմ կարող ասել կլինի թե չի լինի, բայց հավանականությունը շատ լուրջ է եւ եթե այս նոր բախումը եղավ, ամբողջ մերձավոր արևելքը խառնվելու է իրար, որովհետեւ եթե Իրանը հարվածի ուրեմն Սաուդյան Արաբիային, Քաթարին, Քուվեյթին, Բահրեյնին, Արաբական Էմիրություններին, նրանց էլեկտրակայաններին եւ աղազրկման այդ ջուրը մաքրող գործարաններին, ապա միլիոնավոր մարդիկ պարզապես դուրս են գալու այդ երկրներից։ Եվ այսպես ամեն ինչը դարձյալ խառնվելու է իրար։ Իհարկե հարվածելու է Իրանը նաև Իսրայելին ուղղակիորեն։ Հա, եւ ինչն է այստեղ ամենակարևորը, շատ ժամանակ էլ չկա, մինչև կարող է այդ բախումը լինել, որովհետև մոտավորապես հունիսից այդ տարածաշրջանում սկսվում են ահավոր շոքեր։ Եվ եթե պետք է ինչ-որ մի լուրջ գործողություն անեն, հատկապես ցամաքային գործողությունները, ինչ այդ պետք է անեն։ Խոսքը առաջիկա 2-3 շաբաթվա մասին է։ Պարոն Այվազյան, տեսեք, սրան զուգահեռ հետաքրքիր աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում։
Մասնավորապես ԵՄ գագաթնաժողովը Երևանում տարբեր փորձագիտական վերլուծության համաձայն ասում են Հարավային Կովկասի երկրները բերվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին հավաքական առումով ընդդեմ Ռուսաստանի, որ տարբեր օջախներով, այդ թվում հարավից պատերազմ սկսեն, այրեն այդ ամբողջ պարագծով։ Հնարավոր համարում եք, չեք համարում այս համատեքստում Ադրբեջան-Իրան ցամաքային բախում կլինի, չի լինի, դիտարկել այս ամբողջի ծիրում թե ոչ։ Ցամաքային բախում էլ կարող է լինել, բայց դա արդեն հաջորդ փուլը կլինի։ Ինչ վերաբերում է թե այսօր կովկասյան պետություններին նախապատրաստում են Ռուսաստանի դեմ բախման, այդ բախմանը կարող է գնալ միայն Ադրբեջանը եւ արդեն գնացել է դիվանագիտական ճանապարհով ամենաթեժ բախումը իրականացրել է եւ շարունակում է Ռուսաստանի դեմ իր դիրքորոշումով Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանում ձերբակալված պահելով, բայց չմարեց այդ կալանավորված չէ, այնտեղ են այդ քաղաքացիները, չի մարել։ Թուրանական այդ ծրագրի դրոշակակիրը լինելով, որովհետև Միջինասիական հանրապետություններին ներգրավում է Թուրքիայի գլխավորությամբ այդ Թուրան մեծ Թուրան ծրագրի մեջ հենց Ադրբեջանը է։ Ադրբեջանը դրոշակակրի դեր է կատարում։ Եվ շատ կարևոր է այս հարցում, թե ինչ զարգացումներ կլինեն նաև ուկրաինական ճակատում եւ Ռուսաստանի ներքին քաղաքականության մեջ, որովհետեւ իրավիճակը այնտեղ բավական լարված է եւ ուկրաինական հարվածները Ռուսաստանի խորքում արդեն գտնվող նավթամշակման գործարաններին, տարբեր այլ գործարաններին, որոնք ունեն նաև ռազմական արտադրության առումով կարևոր նշանակություն, այս ամեն ինչը բերում է Ռուսաստանում էլ քաղաքական այսպես լարվածության, որը ինչին կարող է հանգեցնել, այս պահին դժվար է ասել, ոչ ոք չի կարող ասել, բայց որ այսպես չի կարող շարունակվել երկար, սա պարզ է։ Այսինքն առաջիկա 1, 2, 3 ամսվա ընթացքում տեղի են ունենալու նաև լուրջ իրադարձություններ Ռուսաստանում եւ ուկրաինական ճակատում։ Կամ Ռուսաստանը պետք է դիմի խոշորածավալ հարձակողական գործողությունների, ջարդելու համար վերջապես ուկրաինական բանակի դիմադրությունը, որոշակի խմբավորումներ շրջապատելու, ոչնչացնելու, գերելու նպատակով, կամ Ռուսաստանը կարող է դիմել խաղաղության այսպես միջանկյալ մի ծրագրի, որը առաջարկում է նրան Արևմուտքը եւ որին համաձայն է նաեւ Կիևը, պաշտոնական Զելենսկին, դա կլինի զինադադար այն երկայնքով, որով կանգնած են այն ճակատի, ուրեմն երկայնքով, որով կանգնած են զորքերը երկու կողմից։ Իսկ եթե տեղի ունենա այդ զինադադարը այս պայմաններում այսօր, ապա դա նշանակելու է Ռուսաստանի պարտություն։ Եվ չի կարելի ասել, թե Ուկրաինան դրանով հաղթած է դուրս գալիս, ոչ, երկուսն էլ պարտված են դուրս գալու, բայց ավելի մեծ պարտություն լինելու է Ռուսաստանի համար, եթե հենց այսպիսի մի երկայնքով ճակատի ավարտվի պատերազմը, որովհետև այն նպատակները, որոնք ի սկզբանե դրել էր Վլադիմիր Պուտինը իր բանակի առջև, փաստորեն որևէ մեկը դրանցից իրականացված չէ։ Ուկրաինական բանակը ջախջախված չէ, ընդհակառակը ավելի ուժեղ է այսօր, Ուկրաինան դե ֆակտո այսօր ՆԱՏՕ-ի անդամ է արդեն։ Հետևաբար այս իրադարձությունները նաև փոխկապակցված են, Իրանի պատերազմը, ուկրաինական պատերազմը, սրանք փոխկապակցված պատերազմներ են եւ հետաքրքիր է, որ վերջերս ԱՄՆ նախագահ Թրամփը այսպես մի նախադասություն ասեց, որը չեմ լսել, թե որևէ մեկը վերլուծության ենթարկի, նա ասաց Ուկրաինայի եւ Իրանի պատերազմների ժամանակացույցները նույնն են։
գրաֆիկը նույնն է ասեց այդ պատերազմների։ Ինչ է սա նշանակում, կարող ենք դարձյալ մի քանի ենթադրություն անել, բայց հնարավոր է նաև, որ բանակցություններ կան Միացյալ Նահանգների, Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանը կարող է աջակցել Միացյալ Նահանգներին, որտեղ Միացյալ Նահանգները կարող է զիջումներ անել հօգուտ Ռուսաստանի, Ուկրաինայի ճակատում։ Այսպիսի բաներ, որ ես անցյալ տարել եմ ասել, նախանցյալ տարել եմ ասել, հիմա ավելի պարզ կարող են երևալ, այլ երեք Վլադիմիր Պուտինը ելույթեր ունենում եւ ասաց, որ նա առաջարկել է իրանական այդ հարստացված ուրանը հանել բերել Ռուսաստան, բայց Իրանը չի համաձայնվում։ Սա փաստորեն ոչ թե իրանական տեսակետի պաշտպանություններ, այլ արևմտյան տեսակետի պաշտպանություններ Պուտինի կողմից։ Նա եթե այդպիսի բան է ասում, ակնկալում է, որ Թրամփը զիջում կկատարի նրան ուկրաինական դաշտում։ Եվ այս ամենի մեջ Հայաստանը եթե վերցնենք, Հայաստանը նույնպես մի կտորն է այս հակամարտությունների։ Ում է հասնելու Հայաստանը։ Արդյոք հասնելու է Հայաստանը, տրվելու է արևմուտքին, թե Ռուսաստանն է պահպանելու իր ազդեցությունը Հայաստանում, թե Իրանը դառնալով արդեն ավելի հզոր պետություն, այս պատերազմը եթե այսպես ավարտվեց, Իրանը դուրս է գալի ավելի հզորացած, փաստորեն դուրս է գալու որպես մի գերտերություն այս տարածաշրջանում։ Եվ Իրանի ազդեցությունը նույնպես սփռվելու է իր սահմանների երկայնքով, այդ թվում այսօր Կովկասում։ Ուրեմն Հայաստանն էլ ահա ուկրաինական եւ իրանական պատերազմների ավարտից կամ այդ շարունակությունից կախված կունենա իր որոշակի ուրեմն դիրքորոշում ազդեցությունները։ Ում է հասնելու Հայաստանը, տեսեք, Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում, որպեսզի հնարավոր լինի անցնել քաղաքակիրթ բաժանման Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին։ Այո, Զանի պատասխան, այո, ինտելիգենտ։ Զանի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչի ասել, մեջբերում եմ։ Համաձայն չեմ ապահարզան ձևակերպման հետ։ Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում։ Բա։ Պետք է իմանա Նիկոլ Փաշինյանը, որ ապահարզան, եթե մեկ կողմը ցանկանում է, արդեն բավարար է։ Այդ փորձը արդեն կարծեմ ինքն էլ պետք է ունենա, այնպես որ պարտադիր չէ ապահարզանի դեպքում երկու կողմի համաձայնությունը։ Այս դեպքում եթե Ռուսաստանը որոշի, որ Հայաստանը գնում է այլ ճանապարհով, դավաճանել է իրեն։ Ինչ որ միջազգայինով ասենք, հիմա չասենք։ Ասենք դավաճանել է, հարց է, որքան են նրանք մեզ դավաճանել Արցախյան հարցում, բայց ամուսնության մեջ ո՞նց է ասում, մարդը բան է արել։ Ճշմարիտորը շեղվել է, բաժանում է։ Այդ անալոգով, այո։ Այնպես որ Ռուսաստանի պահով շատ արագ կերևա առաջիկայում, ինչպիսի դիրքորոշում է ընդունում Ռուսաստանը, այստեղ գիտեք խնդիրը որն է, մեզ համար ամենակարևորը անվտանգության հարցն է։ Հայաստանի անվտանգությունը ապահովված չէ այսօր։ Ով է պատրաստ աջակցել Հայաստանին արտաքին ուժերից նրա անվտանգությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ ապահովելու գործում։ Դե չէ, ասում էի Թուրքիան ու Ադրբեջանը։ Այո, ըստ այսօրվա իշխանության մենք պետք է այսպես գրեթե ձուլվենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որի արդյունքում այլևս վտանգ մեզ չի սպառնա այդ երկու թշնամի հայասպան ցեղասպան պետություններից։ Բայց դա հնարավոր չէ։ Ձուլվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նշանակելու է կուլ գնալ Թուրքիային եւ Ադրբեջանին, չէ՞ որ սա հասկանալի է։ Միայն ժողովրդագրությունը բավարար է հասկանալու համար, որ եթե Հայաստան բերվեն 100,000 թուրքեր, ադրբեջանցիներ, քրդեր, այսքանը բավարար է լինելու հետագա 5, 10, 15 տարվա ընթացքում դրանց թիվը ավելացնելու, եւս 200,000-ի
հետո եւս 200,000-ի, իսկ միաժամանակ դուրս մղելով հայերից Հայաստանից, հայերին Հայաստանից։ Էլ չեմ ասում, որ այդ նույն ընթացքում այն զիջումները, որ կատարում է Փաշինյանը, արդեն հիմա է կատարում, ունենալով իր արժև Հայաստանից սահմանադրությունը, օրենքները եւ այլն, այդ ամեն ինչը ավանդույթները, այդ ամեն ինչը խախտելով, նա այսօր է արդեն կատարում Թուրքիայի եւ Ադրբեջանի թելադրանքները մեզ համար չափազանց կարևոր հարցերում, ինքնության հարցերն են դրանք, հայոց պատմության հարցերն են, արժանապատվության հարցն է հայոց եւ այլն։ Այս բոլոր հարցերում նա անընդհատ զիջումների է գնում, իրավական, միջազգային իրավական տեսանկյունից տարբեր հարցերում է զիջումների գնում։ Ընտրվելուց հետո կամ ընտրություններում ինքն իրեն հաղթած ուժ հայտարարելուց հետո այս գործընթացը արագանալու է, շատ մեծ թափ է առնելու եւ ընդամենը 1 տարի անց, եթե մենք հանդիպենք, այդ հնարավորությունը դեռ լինի հանդիպելու Փաշինյանի երրորդ, այսպես ասած, ժամկետի օրոք, այն ժամանակ արդեն շատ ուրիշ իրավիճակ է տիրելու։ Պարոն Այբազյան, հետաքրքիր է ինչի է Ռուսաստանը այսպես պատին դեմ տալիս, հա, Հայաստանին, իր ռազմավարական դաշնակցին, որովհետև մենք չափն անցանք որպես երկիր, որովհետև այլ տարբերակ չունի, իր շուրջել է օղակը սեղմվում, ինչու։ Ի վերջո մեզ պահելու փոխարեն հակառակ ասում է ընտրություն կատարի։ Ռուսաստանը եթե ցանկանար պահել Հայաստանը որպես իր դաշնակից, Ռուսաստանը պետք է պահեր Արցախը։ Եթե Արցախը չպահեց Ռուսաստանը, ուրեմն այնտեղ որոշակի համաձայնություն կա արևմտյան ուժերի հետ, որ Հայաստանը կարելի է փոխանցել արևմուտքին։ Այսինքն փոխանցել ասելով այն վերահսկողությունը կամ այն ազդեցությունը, որ ուներ Ռուսաստանը, կունենա այստեղ արևմուտքը, որը իր իշխանության այդ ազդեցության ամբողջական փաթեթը փոխանցելու է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Տալու է, որ նրանք իրականացնեն այստեղ իշխանություն, հասկանում եք։ Սա պարզ է, որովհետեւ նրանց Հայաստանը չի հետաքրքրում, որպես ինչ է հետաքրքրում Հայաստանը արևմուտքին։ Ոչ ռեսուրսների առումով է հետաքրքրում, ոչ քաղաքակրթական առումով չի հետաքրքրում, ռեսուրսների առումով լավ է հետաքրքիր է։ Եթե հետաքրքրում է, ուրեմն այո, ոչ Հայաստանի շահերի տեսանկյունից, այլ իր շահերի տեսանկյունից։ Տեսեք, Ֆրանսիայի սենատը ընդունել էր միաձայն Արցախի հանրապետությունը ճանաչելու որոշում։ Մակրոնը մեկ ձայն հանել է այս ընթացքում Արցախի մասին, որ այստեղ էր։ Այս մեզ համար, երբ ասում եմ անվտանգության հարցերն են կարևոր, ոչ արևմուտքը, ոչ էլ Ռուսաստանը այդ անվտանգության երաշխիքները ցավոք սրտի մեզ այսօր չեն տալիս եւ վերջ։ Լսել եք արևմուտքի առաջին դեմքերի կողմից ինչ որ խիստ հայտարարություններ Ադրբեջանի հասցեին եւ ոչ թե հայտարարություններ, այլ որոշումներ, որոնցով ինչ պատժամիջոցներ են կիրառվում Ադրբեջանի դեմ ցեղասպանություն իրականացնելու համար Արցախում։ Չկա այդպիսի բան։ Հայաստանից Իտալիայի վարչապետը մեկնեց անմիջապես Բաքու, որի ամենամտերիմ դաշնակիցն է իդեպ Իտալիան եւ շատ ուրիշ պետություններ։ Չկա այդպիսի բան եւ չի լինելու։ Նույնն է Ռուսաստանը վերջին տարիներին Ադրբեջանի դեմ որևէ ճնշում բանեցրել է պաշտպանելու համար Հայաստանի շահերը։ Այո։ Ոչ, երբ։ Վերջին օրերին ռուսական մեդիայում Արցախը առանձին է Ադրբեջանի հետ ներկայացվում։ Դուք նկատի ունեք այն քարտեզը, որը ցույց է տալիս։ Դա ճնշում, դա պատժամիջոց չէ։ Խոսքս պատժամիջոցների մասին է։ Հա, Ռուսաստանը մինչև այսօր չի դատապարտել Հայաստանի 240 քառակուսի կիլոմետրի օկուպացիան Ադրբեջանի։ Նույնիսկ Հայաստանը չի դատապարտել Ռուսաստանից, ինչ են ուզում։ Դե մենք հիմա խոսում ենք Ռուսաստանի մասին։ Հայաստանի մասին խոսել ենք։ Հասկանում ենք, չէ՞, ով է Հայաստանի ղեկավարը եւ ինչ է իրենից ներկայացնում։ Ռուսաստանն էլ է հասկանում, քաղաքացիական պայմանագիրը։ Ձեզ կայֆա, ինձ ընդհանրապես հաճելի է։
Չէ։ Այն ժամանակ, երբ տեղի ունեցավ այդ հարձակումը եւ դրանից հետո եւ մինչեւ այսօր որևէ հայտարարություն չի եղել։ Այնինչ պետք է լիներ այդպիսի, եւ ոչ միայն հայտարարություն, դիրքորոշում պետք է լիներ, որից հետո Փաշինյանի քաղաքականությունը դեպի Եվրոպա առհասարակ Հայաստանում հասկանալի չէր լինի որևէ մեկին։ Այսինքն ընդամենը 1-2 կոշտ հայտարարությունների եւ ճիշտ դիրքորոշում ընդունելու դեպքում Ռուսաստանը Հայաստանում նման խնդիրներ չէր կարող ունենալ, որտեղ ով էլ լիներ Հայաստանի ղեկավարը, Թուրքիայի ներկայացուցիչը լիներ, Թուրքիայի նշանակած մարդը լիներ, չէր կարող ժողովրդի դեմ նման քաղաքականություն։ Չէ, այնտեղ մարդիկ կգտնվեին մեկավոր կխոսեին, օրինակ Խզմալյան ենք բանենք, հա, դրանք խոսեին, բայց քաղաքականությունը չէր կարող այսպես կտրուկ փոխել տանել դեպի արևմուտք, դիմացը ոչինչ չստանալով իրականում։ Հասկանում եք, մենք անվտանգության մենք տնտեսության առումով Ռուսաստանի հետ կարևոր կապեր ունենք, որոնք եթե խզվեն, բավական ծանր վիճակում ենք հայտնվել, բայց անվտանգության առումով Ռուսաստանը չի ապացուցել, որ պաշտպանելու է Հայաստանին։ Դե դրա համար ես մարդիկ ասում են կորչի ռուսականը, թող գա Ցեզարը։ Բայց Եվրոպան այստեղ ոչ էլ Միացյալ Նահանգները Հայաստանի անվտանգությունը չեն պաշտպանելու։ Ֆրանսիան ասեց պաշտպանելու եմ։ Ինչպես է, երբ ասել պաշտպանելու։ Այնա եկավ խեղճ։ Ֆրանսիան քանի տարի Մակրոնն ասում է ես սիրում եմ հայերին, ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ, բայց Արցախը ցեղասպանվելու պահին որտեղ էր Մակրոնը եւ ինչ էր անում ու ոնց էր սիրում հայերին։ Արցախը մեզ համար բեռ էր, պարոն Այվազյան։ Մակրոնը մենք չենք վայնում 30 տարի, օգնեց, որ ազատվենք այդ բեռից, վայ։ Հիմա ուզում է օգնի 4000 ռուսներ դուրս գան, այն 1000 սահմանապահներ դուրս գան, որ բրծնենք այդ վիրուսից։ Հիմա խնդիրը, գիտեք, հարցը ավելի կարևոր հարցը դնել այսպես։ Հայաստանի անվտանգությունը ինչպես ենք մենք պատրաստվում պաշտպանել, ինչպիսին է լինելու Հայաստանի ռազմական քաղաքականությունը։ Այս հարցերն է, որ ցավոք սրտի ընտրարշավի ժամանակ լավ չեն լուսաբանվում կողմերի կողմից։ Եվ չի խոսվում այս հարցը։ Գիտեք, կներեք, էլի, հիմա եթե մի քիչ ավելի լուրջ, պարոն Այվազյան, տեսեք, նույն ընտրարշավի ժամանակ վստահ եմ ձեր միջավայրում մեր հատկապես մարզային տիրույթում հակառուսականության դոզան այնքան բարձր է, որ մարդը ասում է ռուսնա ցեղասպանը, ռուսնա տվել Արցախը, Թուրքին չի դիտարկում թշնամի։ Հիմա դուք ասում եք մեզ անվտանգություն է պետք, ասում եք ցավոք անեմ խաղաղությունն է։ Մենք հիմա մարդկանց պատկերացումների մասին չենք խոսում, հետո ես վստահ չեմ, թե Հայաստանի բնակչության մեծամասնությունը Թուրքին չի դիտում որպես թշնամի։ Չէ, ասում եք անվտանգության սպառնալիք, ասում եք չկա այդ սպառնալիքը, խաղաղություն։ Ո՞վ է ասում։ Նիկոլոսը։ Չէ, այդ տոկոսը այդպիսի մարդկանց որ չկա սպառնալիք, նախ չեմ կարծում գերազանցում է 10%, ոչ 50%, ամենայն դեպս հաստատ 100%։ Խոսքը մի փոքրամասնության մասին է, որը ընդհանրապես չի զգում որևէ բան, անվտանգություն, քարտեզ չի ճանաչում, ով որ կողմից է եւ այլն։ Դրանց մասին չի խոսքը։ Իսկ եթե խոսում ենք այն մասին, թե թուրքերին թշնամի չեն դիտում, դա էլ ուրեմն քաղաքական ուժերի մեղավորությունը կա դրանում, չէ՞, որ լավ աշխատանք չեն վարել, չեն բացադրել, չեն շփվել ավելի շատ, չեն իրենց նկատմամբ վստահություն առաջացրել, հասկանում եք, այնպես որ չի կարել միանգամից բոլորին ասել դու մեղավոր ես որ չես հասկանում, բայց մարդը չի հասկանում, մասնագետ չի, ոնց են Ռոբերտ Քոչարյանով դեմոնիզացնում ամբողջ ընդդիմադիր բանը, չէ՞, նույնը Ռուսաստանով փակում են ամենի աչքը։ Ֆրանսիայի խավորությամբ Արցախը հանձնվել, եկել ստեղ անկեղծացել են, ասում ռուսը, Պուտինը։ Սա ուղղակի խայտառակ աստիճանի է հարցը։ Նորից եմ ասում, նույն հարցն է։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Ուրեմն նրանց հետ ավելի լավ են աշխատել Փաշինյանականները, ոչ թե ընդդիմադիր ուժերը։ Կա խնդիր։ Բայց սա է խնդիրը, ուրիշ խնդիր չկա այստեղ։
ուրիշ խնդիր, մեղքը բարդը ժողովրդի վրա ասել չի հասկանում։ Եթե չի հասկանում, դուք եք մեղավոր, որ լավ չեք աշխատել, ուշ եք սկսել աշխատել, ձեր այն հին իշխանության օրոք վատ եք օգտագործել ուրեմն իշխանության լծակները, ԶԼՄ-ները եւ այլն, որպեսզի ժողովուրդը մեկընդմիջ հասկանա, մեկընդմիշտ թե ով է իր թշնամին վերջին հաշվով, Հայաստանի թշնամին ով է կոտորել, ինչ է արել։ Այնպես որ սրանք հարցեր են, որոնք քաղաքական դաշտին են վերաբերում։ Ես խոսում եմ ոչ թե քաղաքական դաշտի մասին, ես խոսում եմ անվտանգության մասին։ Անվտանգությունը մեր պետք է ապահովի երկու ճանապարհով։ Ներսից Հայաստանը պետք է ունենա այնպիսի ղեկավարություն, որը վարի բոլորովին այլ ռազմական քաղաքականություն, բոլորովին այլ մոդելով կառուցի եւ պետությունը, եւ բանակը, եւ ռեզերվը։ Ախր այս մասին շատ է խոսվել։ Որևէ քաղաքական ուժ այսօր խոսում է ազգ բանակ մոդելի մասին։ Ես չեմ լսում, ես չեմ տեսնում։ Ամեն ինչի մասին կարող են խոսել, իրար քննադատել, սա սխալ արեց, նա սխալ արեց, դա չի կարևորը։ Կարևորը կառուցել ուրիշ տիպի հասարակություն, այնպիսի հասարակություն, որը այսպես գիտեք մոնոլիտ լինի մի քիչ։ Մոնոլիտ պիտի լինի։ Այդ մոնոլիտությունն է, որ միասնականությունն է, որ կարող է թշնամիների առջև մեծ դեր կատարել։ Եվ այդ դեպքում դրսից դաշնակիցները կհայտնվեն։ Մեկը Իրանը, հիմա էլ է դաշնակից Իրանը, բնական դաշնակից է։ Բայց եթե Հայաստանը կարողացավ կառուցել ամուր բանակ, այդ բանակին կից ամուր աշխարհազոր, մեծականակ ռեզերվային ուժեր, կարողացավ ունենալ այս նորագույն ԱԹՍ-ների բանակը, որը կարող է զսպել շատ ավելի մեծ քանակությամբ թշնամու ուժերը, ինչպես տեսնում ենք ուկրաինական ԱԹՍ-ները զսպում են Ռուսաստանի բանակին, ինչպես տեսնում ենք Հեզբոլահը զսպում է իսրայելյան բանակին, իսրայելյան բանակը չի կարողանում առաջանալ Լիբանանում, կարողանում են ընդհանրապես գյուղերը պայթեցնել, ռմբակոծել, բայց առաջանալ չեն կարողանում, ամիսներով չեն կարողանում առաջանալ, կրում են կորուստներ, եւ տեսեք վերջին տեղեկությունը, որ կար այդ մասին, Հեզբոլահը ունի ընդամենը 100 կամ գուցե 200 ԱԹՍ-ների լավ օպերատորներ։ Այսինքն Հայաստանին պետք է ունենալ երևի մի 2000 ԱԹՍ-ի լավ օպերատոր, որը հեշտ գործ չի, մշտապես ունենալ, որի շնորհիվ արդեն մեծականակ արդյունավետ զինված ուժեր պահպանելու շնորհիվ Ադրբեջանը երբեք չի կարող առաջանալ, երբեք չի կարող հասնել հաջողության։ Այս նորագույն զենքերը տալիս են այդպիսի հնարավորություն։ Եվ այդ մասին խոսակցություններ չկան քաղաքական դաշտում։ Պարոն Այվազյան, օրինակ ես ասեցինք, բայց շատ տպանցիկ անցանք, էլի։ Այդ քարտեզը հնարավոր է վերաճի ինչ-որ լուրջ կոնֆրոնտացիայի կամ Չէ, չեմ կարծում։ Բա ինչ է Ռուսաստանը տենց ինչ ուղերձ է էլի Ադրբեջանին Արցախը առանձին Արցախի հարցը փակված չի համարում Հայաստանին ներքաղաքական ուղերձ է Ադրբեջանին ինչ է ասում Այսօր այսպիսի քարտեզ ցույց տվին վաղ առանց Արցախի քարտեզ Ինչ է պետք Ադրբեջանից Ավելի շատ գուցե մեզ է ուզում ասել Ռուսաստանը Մեզ ինչ է ուզում ասել Ուզում է ասել որ ես դեռ գուցե կարող եմ Արցախի հարցում Արցախի վերատիրանալու հարցում հայկական ինչ որ դեր կատարել, բայց դա շատ քիչ է, մի անգամ մի քարտեզ նկարենք ցույց տանք հեռուստատեսության։ Դրա համար Հողի վրա ոչինչ չկա։ Դրա համար հայ ժողովուրդը պետք է տեսնի եւ հավատա Ռուսաստանի քաղաքականությանը կամ որևէ այլ պետության քաղաքականությանը, որը ճիշտ Արդարության տեսակետից, պատմության տեսակետից, անվտանգության տեսակետից, որովհետև այս տարածաշրջանում, եթե Հայաստանի անվտանգությունը ապահովված չլինի, տարածաշրջանը պայթելու է այսպես կամ այնպես։ Եթե այստեղ Հայաստանը եւս մեկ անգամ ենթարկվի ագրեսիայի, հարձակման, օկուպացիայի, հայերը մաքրվեն նաև Հայաստանից, այսպես ասած,
եւ հայերին արտաքսեն Հայաստանից, այդ դեպքում այս տարածաշրջանը խաղաղություն չի տեսնի շատ երկար ժամանակ։ Պատերազմներ են մղվելու դրանից հետո եւ Իրանի ուղղությամբ եւ Ռուսաստանի ուղղությամբ։ Հերթականությունը ըստ երևույթին ավելի շուտ կլինի սկզբից Իրանի ուղղությամբ։ Թեև դժվար է ասել, եթե Ռուսաստանում իրավիճակը ծանրացավ, կարող է սկզբից Ռուսաստանի դեմ լարվեն կամ կարող է երկու ուղղությամբ էլ թուրանական այդ աշխարհը արևմուտքի ղեկավարությամբ պատերազմներ սկսի։ Այդ ժամանակ պատերազմ կլինի, իսկ որ Հայաստանին կամ Վրաստանին կարողանան ռուսների դեմ ստիպել պատերազմ մղել, դա բացառված է, դրա մասին չի կարելի խոսել, որովհետև պարզ է, որ վրացի զինվորը չի կռվում Ռուսաստանի դեմ, պարզ պատճառներով հայ զինվորն էլ չի կռվելու Ռուսաստանի դեմ, այստեղից այնտեղ նախ սահման չունի, այնպես որ այդ խոսակցությունները, թե Հայաստանին, հայաստանական ինչ-որ մի բան կարող է դառնալ թշնամի Ռուսաստանին, Հայաստանը Ռուսաստանին թշնամի չի կարող դառնալ, որևէ առումով Ռուսաստանը Հայաստանին կարող է դառնալ թշնամի։ Եվ մեծ այդ դեպքում վնասներ կկրի հենց Հայաստանը։ Դե հիմա չեմ ուզում այդ մեդիա օրակարգերին անդրադառնանք, թե ինչպես են քարոզչական նշում, որ իբրև թե ընդդիմության ներկայացուցիչների ընտրեք Պուտինին իբր խոստացել են, որ գնան ուկրաինական ստեղից կտանեն ուկրաինական պատերազմ, էլի։ Բայց հա, այդ չեժանացնենք մեր զրույցը։ Ով է գնալու Հայաստանից կռվի Ռուսաստանի դեմ ուկրաինական բանակում կամ նույնիսկ ռուսական բանակում Ուկրաինայի դեմ։ Շատ քչերը կարող է այդ երկրորդ ճանապարհով գնացել են ինչ-որ մարդիկ շատ քիչ քանակությամբ, բայց ով գնացել է, չեմ կարծում։ Պարոն Այվազյան, ավելի խորքային հարց կուզենայի քննարկեինք, տեսեք, Եվրամիությունը եկավ իդեմս միջուկային տերության ղեկավարի, հա, Ֆրանսիայի Մակրոնը։ Դուք ինչ եք ասում եք, որ Հայաստանը ում է հասնելու, բայց մատնանշում եք երկու ուժային կենտրոն՝ Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան։ Հիմա սրանք եկան ամբողջությամբ աջակցում են Փաշինյանին։ Ես ում հասկանամ, կռիվը Ռուսաստան ներքաղաքական պայքար է Ռուսաստան ընդդեմ Եվրոպայի, թե Ռուսաստան ընդդեմ Միացյալ Նահանգների։ Ընդհանրապես Հայաստանի երկքաղաքական ընտրությունները աշխարհաքաղաքական ինչ նշանակություն ունեն եւ ինչի մասին է։ Հարցը ճիշտ դրեցիք, Ռուսաստանը Եվրոպայի դեմ է, թե Ռուսաստանը Միացյալ Նահանգների, թե Արևմուտքի Միացյալ, այսպես կարելի ասել, ընդհանրապես երկու տեսակետ կա։ Մի տեսակետ դրա մուլտիպլիկացիան է, էլի ներքաղաքական կռիվը։ Մի տեսակետը այն է, թե իբր Ռուսաստանի դեմ Ուկրաինայում կռվում է Միացյալ Նահանգները եւ Եվրոպան միասին, երկրորդ տեսակետը, որ Եվրոպան է կռվում, իսկ Միացյալ Նահանգները հիմա միջնորդական դեր է արդեն կատարում։ Ես կարծում եմ, այդ երկրորդ տեսակետն ամբողջովին սխալ է, որովհետեւ արևմուտքն է, այդ գլոբալիստական շրջանակներն են Ուկրաինայում կռվում Ռուսաստանի դեմ եւ Միացյալ Նահանգները որևէ կերպ չի կարող համարվել իրական միջնորդ։ Բայց աբսուրդ է, որ ռուսական իշխող շրջանակներում դիվանագիտական թե ինչ-ինչ այլ նպատակներով շրջանառության մեջ է դրվել, Թրամփին շնորհակալություն են հայտնում, որ միջնորդում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև եւ այլն։ Այնինչ Թրամփը հենա մի քանի օր առաջ մոտ 350 միլիոն դոլարի զենք նորից վաճառեց Ուկրաինային։ Թե ով է վճարելու, դա ուրիշ հարց է, բայց ամերիկյան զենքը գնալու է Ուկրաինա այդ քանակությամբ հրթիռներ, ավիառումբերի համար հատուկ հրթիռներ եւ միշտ էլ այդպես է եղել, միշտ էլ այդպես շարունակվելու է։ Ընդամենը հիմա մի փոքր Միացյալ Նահանգները վերադիրքավորվում է իր ուժերը կենտրոնացնելով ամերիկյան մայրցամաքի վրա այսպես տիրություն անելու նպատակով եւ Չինաստանի դեմ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լավ այսպես ամուր ճակատ ստեղծելով Եվրոպային հատկացնում է այսպես աշխատանքի բաժանում է տեղի ունենում Եվրոպան պետք է պայքարի Ռուսաստանի դեմ սա է ընդամենը սա է բայց նրանք որ խոշոր հաշվով ռազմավարական դաշնակիցներ են դրանում ոչ մի կասկած լինել չի կարող
Իսկ այն ինչ որ տեղի ունեցավ Երևանում, դա գիտեք ինչ, այնքան անհետաքրքիր էր Հայաստանի շահերի տեսանկյունից։ Ինչ որ մեկին կարող է հետաքրքիր լիներ, իշխող ուժին էր հետաքրքիր օրինակ այդ ամեն ինչը, Ռուսաստանին էր հետաքրքիր, որ Հայաստանին նայում է, ասում է գնում է դեպի Եվրոպա, Իրանին էլ էր հետաքրքիր, բայց Հայաստանի տեսանկյունից այդ հանդիպումը որևէ դրական, լուրջ անդրադարձ մեր անվտանգության վրա չի ունեցել։ Հայաստանի անվտանգության հարցերը օդից կախված են։ Ադրբեջանական ագրեսիայի վտանգը չի անցել։ Ամեն վայրկյան միշտ Ադրբեջանը կարող է մի որևէ պատճառաբանությամբ, որևէ պատրվակ բռնելով նորից դիմել խոշոր հարձակման կամ մանր հարձակումների։ Ալիևն ասում է, պես բան չի։ Մենք ինչ ուզեցինք ստացանք։ Այլև ուրիշ բաներ էլ ասել եւ պետական մակարդակով այնտեղ հիմա ադրբեջանական հասարակության համար, միջազգային հասարակության համար տարվում է արևմտյան Ադրբեջանի քարոզը, արևմտյան Ադրբեջան կեղծ հասկացության, որի տակ ամբողջ Հայաստանն է հասկացվում, դրա քարոզն է տարվում։ Տասնյակ միջոցառումներ, հայտարարություններ, միություններ, միջազգային նաև կառույցներում փաստաթղթեր եւ այլն։ Այս ամեն ինչը հենց այնպես չի արվում։ Եվ այդ ամեն ինչը շարունակություն է ունենալու։ Կանգ չեն առնելու։ Սա է։ Հայաստանին հիմա պես խորհրդարանական ընտրությունները, որին sense ակտիվորեն պատրաստվում են, ինչի մասին է։ Սա ոնց հասկանալ, ինչի կռիվ է աշխարհաքաղաքական կենտրոնների, իրոք ներքին իշխանապողության։ Իշխանությունը բացահայտ ասում է, որ եթե մենք համանդրական մեծամասնություն չունեցանք, լսեք ինչ ասում, ինչ գծած է, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Մնացածը եռագլուխ եսի ինչեր են պատերազմի։ Մնացածն էլ ասում են Ժողովուրդ ջան, տեսեք, սա խելագարատ անում է պատերազմ է, դե ամենաշատը պատերազմը իր ժամանակ եղավ, արտաքին պարտք ավելացավ եւ այլն եւ այլն։ Քաղաքագիտության դոկտորը ինչ է մտածում։ Կարծեմ ասել եմ այն մասին, որ ինքն է հասցրել, Փաշինյանն է հասցրել այն վիճակին, որ պատերազմը Հայաստանի գլխին իսկապես Դամոկլյան սրի պես այդ վտանգը կախված է, բայց իր պատճառով է, իր կուսակցության պատճառով է, իրենց վարած քաղաքականության, կոլաբորացիոնիզմի, պարտվողականության, կապիտուլյացիայի պատճառով է, որ մենք այսօր այսպիսի ծանր վիճակում ենք հայտնվել։ Այդտեղից պետք է շարունակել արդեն մնացածը։ Եթե նույն ուժը, որը բերել է հասցրել է այս իրավիճակին, շարունակում է իշխել, եւ մենք էլ գիտենք, թե ինչ ուղղություններով է տանելու այդ ուժը, ազգային բոլոր հարցերի վրա քայլելու են ոտքերով, բոլոր հարցերը տրորելու են, սկսած սահմանադրությունից, վերջացրած դպրոցական դասագրքերով, վերջացրած հայկական սիմվոլներով, Արարատ սարը լինի, զինանշանը լինի, ինչը լինի, այդ ամեն ինչ արդեն գիտակից զանգվածի համար հասկանալի է, որ շարունակությունը այդպիսին է լինելու։ Ուրիշ տիպի շարունակություն չի կարող լինել, որովհետև Փաշինյանը ասում է, որ դա է անելու։ Ասում է, չէ, որ սահմանադրություն պիտի փոխեմ, անկախության հռչակագիրը հանեմ, դասագրքեր, չգիտեմ, համալսարանները պիտի հանեմ Երևանից, տանեմ ակադեմ քաղաք կառուցեմ, այսինքն ոչնչացնեմ նաև բարձրագույն կրթությունը Հայաստանում, երիտասարդությանը Երևանից հանեմ, ուսանող երիտասարդությանը, բերեմ նրանց փոխարեն օտար երկրացիներ, ինչպես հիմա մենք տեսնում ենք, որքան են շատացել օտար երկրացիները Հայաստանում։ Հայաստանը շատ քիչ քանակ ունեցող երկիր է, այստեղ մի քանի 100,000 օտար երկրացի բերելուց հետո երկիրը անմիջապես փոխվելու է, վերանալու է, մանավանդ որ անվտանգության համակարգերը չեն աշխատում մեզանում։ Չունենք մենք անվտանգության համակարգ, գիտեք, երբեք էլ ուժեղ անվտանգության համակարգ չենք ունեցել, բայց հիմա առավել եւս չունենք։ Ուրեմն Փաշինյանական իշխանության շարունակությունը միանգամայն պարզ է, դա տանելու է Հայաստանի կործանման, դա կլինի ժողովրդագրական ճանապարհով, գաղափարական ճանապարհով, ինքնության լղոզման ճանապարհով, այս բոլոր ճանապարհներով օտար երկրացիներին հատկապես Հայաստան բերելու միջոցով
շատ քիչ ժամանակ անց մենք Հայաստանում չենք ճանաչելու մեր երկիրը։ Խոսքը հիմա պետք է ուղղել նաև ընդդիմադիրներին, թե նրանք ինչպես են պատկերացնում այս հարցերը։ Շատ հարցերից չեն խոսում, դարձյալ միգրանտների հարցից ընդդիմադիր ուժերը չեն խոսում։ Դե ասպակա գլխավոր խնդիր, սրանից ազատվենք։ Թրամփի այդ Միջանցքի մասին, երթուղու մասին խոսում են, էլի չեն խոսում։ Ընդդիմադիր ուժերը ինչ դիրքորոշում ունեն, եթե գան իշխանության կառուցելու են, համաձայն են, թե ասելու են մենք համաձայն չենք այդ Թրամփի երթուղուն։ Լսել եք դուք այդ մասին որևէ։ Սրանք Հայաստանի գոյության համար ուժեղ Հայաստանից ասեցին ավելին, եթե չեմ սխալվում, հենց այսօր Նարեկ Կարապետյանը այնց բանում էր, մեղրիում էր ու Թրամփի ուղի կոչված ասել են։ Ասում եմ, հեսա 30 մետր ընդամենը, տեսեք ինչ է, այսինքն ասել են որ դեմ են։ Սա հենց կոնֆրոնտացիայի բուն է։ Եթե ասել են շատ լավ այդ առումով, եթե ընդդիմադիր ուժերը այս կարևոր մի շարք կարևոր հարցերում ռազմական քաղաքականություն, բանակի մոդել, հասարակության մոդել, Թրամփի երթուղի, միգրանտների հարց, պատմության նկատմամբ վերաբերմունք, եկեղեցու նկատմամբ վերաբերմունք, այս հարցերն են կարևորը, եկեղեցու նկատմամբ կարծես բոլոր ընդդիմադիր ուժերը դիրքավորված են ճիշտ։ Թրամփի երթուղու նկատմամբ ես չեմ հանդիպել դեռևս, որ շատ հստակ ասեն, գուցե ես չեմ հանդիպել, եթե ասել են հրաշալի է, եւ որ ասել է լավ է։ Միգրանտների հարցում ով է խոսել, ես չեմ լսել, միգրանտների հարցը շատ կարևոր հարց է։ Անվտանգային սպառում։ Դա այո, դա մի հարց է, որը նույն Ընդհանրապես մենք ձեզ հետ առանձին հաղորդում արեցինք։ Մի քանի անգամ ենք խոսել, այո, այդ մասին։ Որևէ մեկը հսկում է ժողովրդագրությունը Հայաստանում։ Բացարձակ, ես չեմ տեսնում, որ քանի միգրանտ կա, քանի հոգի կա Հնդկաստանից, քանի հոգի կա Բանգլադեշից, քանի հոգի կա այստեղ աշխատում է։ Յանդեքսի պայուսակները թիկունքներին ֆրֆռում են, ահաբեկի չեն, լրտես են, ինչ են անում։ Դա բավական այս ռազմական տեսակետից որևէ մեկը հսկում է թե ոչ, օրինակ, դա հարց։ Ինչպես կարելի է հսկել հազարավոր օրինակ այդ կուրիերներին։ Ոնց է հսկելու, մանավանդ գլխներին էլ այդ սաղավարտները դրած են, նույնիսկ կամերան եթե նկարի չես իմանա ով է, էս այն է թե այն մյուսն է։ Այնպես որ ծակուցուկերը կնկարեն։ Այո, այսպիսի մի երկիր, որը ունի նման խնդիրներ, ես համոզված եմ, որ այդ միգրանտների մեջ տասնյակ ադրբեջանական եւ թուրքական գործակալներ կան, որոնք անհրաժեշտության դեպքում դիմելու են ահաբեկչական քայլերի Հայաստանում։ Ես դրանում համոզված եմ։ Իսկ դուք լինեիք Ադրբեջանի կամ Թուրքիայի հետախուզության ղեկավարը, չէիք ասի, ես ունենամ sense մի լավ ցանց է, ինչ ա եղել։ Հնդկաստանից են գնում այսքան քաղաքացիներ, Բանգլադեշից են, չգիտեմ, այստեղից են, այնտեղից են։ Իրանում երբ տեղի ունեցան այս վերջին դեպքերը եւ անցյալ տարվա 12-օրյա պատերազմը հունիսին եւ այս տարվա 39-օրյա պատերազմը շատ օտարերկրացիներ մասնակցում էին ահաբեկչական գործողություններին։ Այդ թվում այն երկրներից, որոնց քաղաքացիները այսօր Հայաստանում են։ Նրանցից մի մասը բռնվել է, պատժվել է եւ այլն եւ այլն։ Հիմա այս հարցերի մասին էլ պետք է խոսել։ Հասկանում եք, միայն տնտեսությունը չի։ Մեզ համար ամենակարևորը անվտանգության մի շարք տնտեսությունն էլ է շատ կարևոր, բայց բացի տնտեսությունից, ահա այս միգրանտների հարցը, Թրամփի երթուղու հարցը, որ մեզ ոչ մի երթուղի պետք չէ այսօրվա պայմաններով, որ փաստորեն Հայաստանից այդ տարածքը արգրավվում է 99 տարով, այսինքն հավերժ, այդ 99-ից հետո էլ եւս կգնա, եթե Հայաստան այդ ժամանակ լինի։ Եվ մի շարք նմանատիպ հարցեր, ամենակարևորը բանակի հարցը ինչպես ենք կարգավորում։ Ռազմական քաղաքականությունը պետք է փոխվի։ Այս դա նշանակում է, որ հասարակությունը այսպես մի հեղափոխության պես բան պետք է ապրի։ Մի ուժ պետք է գա Հայաստանում իշխանության, որը բերի ներքին հեղափոխության, ոչ թե զենքով հեղափոխության, այլ հենց իշխանությունը պետք է հեղափոխական հեղաշրջում կատարի հասարակության մեջ եւ այդ վախը, որ ժողովրդի մեջ մցրել է Փաշինյանը, որ ահա հիմա կհարցակվեն, կգրավեն, կջարդեն մեզ, կհայաթափեն եւ այլն, այդ վախը ժողովրդից պետք է այդ
ընթացքում հանվի սեփական ուժերի նկատմամբ վստահություն նորից ձեռք բերելու համար անհրաժեշտ են այլ միջոցներ, ոչ թե իշխանությունը պետք է դուրս գա ու ժողովրդին վախացնի, դա թշնամի իշխանությունը միայն կարող է նման բաներ անել, միայն թշնամի իշխանությունը, օտարի հետ համագործակցող իշխանությունը, կոլաբորանտը կարող է նման բան անել։ Սեփական իշխանությունը երբեք սեփական ժողովրդին չպետք է վախացնի, ընդհակառակը պետք է մոբիլիզացնի ժողովրդի ռեսուրսները եւ կազմակերպի ժողովրդին ինքնապաշտպանության համար։ Սա է ամենակարևոր հարցը։ Շնորհակալություն։ Հավարտում ենք, դե հիմա նախընտրական 100,000 շավը պաշտոնապես մեկնարկել է, եթե ունեք պրոգնոզներ, համեցեք, եթե չէ։ Կնախընտրեմ հիմա որևէ կանխատեսում չանել, թեև կանխատեսումներս ավելի բացասական են ընդհանուր առմամբ։ Ես չեմ կարծում, թե իշխանությունը հեշտ ու հանգիստ կհրաժարվի, եթե անգամ պարտություն կրի, կարող է դիմել կեղծարարական ինչ-ինչ գործողությունների, որոնք առաջել են Հայաստանում իրականացվել, այնպես որ մեխանիզմները մշակված են, կարող են նկարել այնպիսի թվեր, ինչպիսին իրենց պետք է։ Իսկ այս անտաղանդ սահմանադրությունը, որը գործում է, ստանալով ընդամենը 25-30% ձայն, կարող են ստանալ ամբողջական իշխանություն։ Այնպես որ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ընդդիմությունը ի վիճակի կլինի ժողովրդին ոտքի հանել նման գործողություններից հետո, թե չի լինի։ Շնորհակալություն, պարոն Այվազյան։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ, այսօր իրենկալել էինք ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանին։ Շնորհակալություն նաև ձեզ ուշադրության համար, մեր ալիքին բարենորդագրվելու համար եւ իհարկե կարող եք միանալ մեր Patreon-ին, որի QR կոդը դուք տեսնում եք ահա ձեր էկրաններին։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։